Հայաստանի խորհրդարանի նախագահն առաջարկում է լուրջ չընդունել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե չկա Սևան լիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է։ Հետո Ալիևը հոչի ասել, տանկերով են գալու, եթե գան, մեքենաներով կգան։ Մարդը դուք որ ասում եք, որ գրավելու ենք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը հո ես հիմա այստեղ չհնարեցի։ Խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձում է ՔՊԱ-ականներին։ Ալիևը ոչ թե ներքին լսարանի, այլ հենց հայերին է մեսիջ ուղարկում, հասկացնելով, որ դեռ տարածքային պահանջներ ունի Հայաստանից։ Պատահական չի ասվել Գյոյչայի մասին։ Բա կարող է բասարգեչար ասեն, եւ ես չեմ զարմանա, որ Հայաստանի իշխանությունները այսօր վաղը, օրինակ Նախիջևանի Նախճավան ասեն, վախենան օգտագործել Ստեփանակերտ տեղանունը եւ Խանքենդի ասեն, Խանքենդի, Աղդարա, Խոջավենդ եւ այլն։ Սա Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմաններից մեկն է։ Հայաստանի պաշտպանության նախարարը Հայաստանին ներկայացվող տարածքային պահանջ չի համարում Ալիևի հայտարարությունը։ Սուրեն Պապիկյանը շատ գոհ է Վաշինգտոնյան բանակցություններից, սահմանում չեն կրակում, նշանակում է խաղաղությունը իրականություն է, ոչ թե միֆ։ Ցեն որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է։ Սուրեն Պապիկյանը փաստացի խաղաղության մասին է խոսում, երբ ադրբեջանցիներն անգամ մտադիր չեն հետ քաշվել Գեղարքունիքի օկուպացված տարածքներից, հիշեցնում են ընդդիմադիրները։ Ադրբեջանը չի թաքցրել իր տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ իրենք կրթել են սերունդ, իրենց բնակչության ուղեղի մեջ դաջել են, որ Հայաստան գոյություն չունի, այնինչ մենք կոչում ենք Հայաստան, այնինչ ամբողջ Հայաստանը կոչում է Հայաստան, դա Արևմտյան Ադրբեջանն է։ Արթուր Խաչատրյանը պատահական չի համարում, որ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արևմտյան հարթակներն արդեն օգտագործել է Ադրբեջանի նախագահը Փաշինյանից զիջումներ կորզելու համար։ Հենց այդ հարթակում 2022-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Հիմա ինչ է ուզում Ադրբեջանի նախագահը։ Գալ Հայաստան ինքը ուղղակի ուղերձ կհղի, որ ինքը արժևորել է Հայաստանը, չէ, ինքը մինչև Հայաստանից իր ցանկալի բոլոր զիջումները չփոկի, ինքը Հայաստան չի գա, իսկ այդ բոլոր զիջումները փոկելուց հետո ինքը որպես մետրոպոլիայի ղեկավար կայցելի Հայաստանը որպես վասալային պետություն։ Խաչատրյանը պնդում է, ադրբեջանական կողմի պահանջները անվերջանալի են, որքան էլ Փաշինյանը փորձի ժողովրդի վրա ծախել խաղաղության միֆը, ասել, թե Բաքվի հետ էլ որևէ խնդիր չունենք, Ալիևը կանգ չի առնելու։ Եթե չէ զիջենք, մինչև ուր։ Մինչև ասենք Սևան, հետո ասենք չէ դե լավ դե հիմա Գյոյչա, թող Գյոյչա ասեն, մենակ թե կռիվ չլինի։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։